կապված ձեր ուղերձը ինչ ունենք 33 տարի անց ներկա իրողությունների պայմաններում, նաև այն միտումը, որ Հանրապետության ղեկավարը շնորհավորում է 1945 թվականին տարած հաղթանակի կապակցությամբ, բայց ոչ մի տող եւ որևէ անդրադարձ Շուշիի ազատագրման վերաբերյալ։ Ինչպես ասվում է քաղաքական դիակների մասին, կամ լավ, կամ ոչինչ, տվյալ դեպքում այդ քաղաքական դիակի մասին եկեք չխոսենք, այլ ընդհակառակը շնորհավոր ենք մեր ամբողջ ժողովրդին եւ առաջին հերթին մեր հաղթանակները կերտած նվիրալներին, այսօրվա եռատոնի հետ կապված մեր հաղթանակները մեզանից ոչ մեկ չի կարող խլել։ Այսօր իսկապես մեծ խորհուրդ է, հիշեցնեմ, որ եռատոնը պայմանավորված է եւ 80 տարի առաջ Խորհրդային Միության կազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի հետ, 33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ եւ նաեւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորմամբ, որը եւս կարևոր տոն էր։ Եվ այդ տոները մերն են, մեր հիշողության, մեր ինքնության մեջ դաջված են, եւ մենք շարունակելու ենք ապրել այդ տոների գիտակցությամբ, այդ հաղթանակների գիտակցությամբ եւ գնալու ենք դեպի մեր նոր հաղթանակները։ Մեր ժողովուրդը պետքա թոթափի այն անկճախտը, որը իրան բերել են այսօրվա իշխանավորները եւ նրանց տերերը, այդ պատվերով բերած ընճախտը մենք պետքա թոթափենք։ Մենք այն ազգն ենք, որ ընդունակ է համախմբվելու, մոբիլիզացվելու, կազմակերպվելու, տքնելու, աշխատելու եւ հաղթելու եւ պետք է ապրենք նոր հաղթանակների գիտակցությամբ։ Ես համոզված եմ, որ եռատոնը կդառնա քառատոն, մենք կբացենք նոր հաղթանակների էջը։ Պարոն Չալապյան, այսօրվա թեմայից մի փոքր դուրս, օրեր առաջ տեսանք ազգային ժողովում ինչ կատարվեց, հա, երբ որ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին էլի կոռուպցիայի մասին, նա բարկացավ, բոլորին սպառնաց, ասում է հաջորդը դուք եք լինելու, որ ԱԱԾ պատվալում եք հայտնվելու։ Ինչից սկսվեց այդ ամենը, ինչու է ամեն անգամ, երբ որ կոռուպցիայից են խոսում, այսպես աղմուկ է բարձրացնում։ Ես կարծում եմ, որ մոտենում այն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ եւ պատասխան տալու իր գործած բոլոր հանցանքների համար, դրանք բազմաթիվ են, դրանց ոմանց հետ կապված մենք ինքներս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին, սակայն այս ավտորիտար վարչակարգի պայմաններում այդ հաղորդումները ընթացք չեն ստացել, բայց համոզված եմ, որ մոտ այն օրը, երբ որ Փաշինյանը կկանգնի մեղադրյալի կնստի մեղադրյալի աթոռին, կկանգնի դատարանի առաջ եւ պատասխան կտա իր արարածի համար։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, դրա հետ կապված, այսպես ասած, տագնապն է եւ տագնապի դրսեւորումներն է, ավելի ինձ թվում է պետք չի ասել, այդ տագնապի դրսեւորումները ուժ գնանալու են, ամեն անգամ որ իրան տեսնեք ազգային ժողովի ամբիոնին կամ այլ տեղերում տեսնելու եք ավելի եւ ավելի հիստերիկ անհեթեթ դրսեւորումներ, մի զարմացեք, դա ուղղակի խուճապի դրսեւորումներ են։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։